Մայրիմ անուշ ու անգին, ես խոշումներ ու գծեր, մայրիմ անուշ ու անգին։ Ահա նստած ես տանդեմ ու կանչաս թենին դեմքիս վեր է գծեր, մայրիմ անուշ ու անգին։ Նստել ես լուր ու տխուր, ինոյն ես հիշում այն, որ եկել են ու անցել, մայրիմ անուշ ու անգին։ Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց, ուր է արդյոք հեռացել, մայրիմ անուշ ու անգին։ Ուր է արդյոք իմանա, ողջ է արդյոք թե մեռած, և ինչ դռներ է ծեծել, մայրիմ անուշ ու անգին։ Եվ երբ հոգնած է եղել, երբ խաբվել է սիրուց, ում գրկում է հետեծել, մայրիմ անուշ ու անգին։ Մտորում ես ու տխուր, և որում ես թեմին տխրությունը քո անձի, մայրիմ անուշ ու անգին։ Եվ արցունքները դաղդաղի ահա ընկնում են մեկ-մեկ, քո ձեռքերի վրա ծեր, մայրիմ անուշ ու անգին։ Այսօր մարտի 7-ն է, և աղն ամբողջ աշխարհը տոնելու է ամենագարնանային և ամենաջերմ օրը կանանց միջազգային օրը։ Այսօր մենք պարզապես չենք նշում այս տոնը, այլ ցանկանում ենք հիշեցնել, թե որքան կարևոր են կանայք մեր կյանքում։ Կանայք ոչ միայն ընտանիքի հիմնասյունն են, այլև գիտության, արվեստի, կրթության, սպորտի և բիզնեսի առաջատարները։ Յուրաքանչյուր կին ամեն օր ոգեշնչում է իրեն շրջապատող մարդկանց, տարածում հոգատարություն ու անսահման ջերմություն։ Վստահաբար մեզնից յուրաքանչյուր իր հոգու խորքում ունի մեծ ցանկություն այդ ջերմությանը արժանի շնորհակալություն հայտնելու։ Այժմ դիտենք այդպիսի հայ կանանց մասին պատմող տեսանյութ։ Գիտավորական, իրավապաշտպան, ով իր ստեղծագործություններում անդրադարձել է հայոց ցեղասպանությանը։ Դիանա Աբգար, առաջին հայ կինդեսպանը, ով պաշտպանում էր Հայաստանի անկախության հարցը։ Սիլվիա Կապուտիկյան,
Բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հայտնի իր ազգային և ֆեմինիստական գրողություններով։ Տաթևիկ Սասանդարյան, հայկական օպերայի արվեստի նշանավոր երգչուհի։ Հասմիկ Պապյան, աշխարհահռչակ հայ սոպրանո։ Էլինա Դանիելյան, շախմատի ռոզմաստեր, Եվրոպայի չեմպիոն։ Լարիսա Ալավերդյան, Հայաստանի Հանրապետության առաջին մարդու իրավունքների պաշտպան։ Նունե Թումանյան, դիվանագետ, Հայաստանի դեսպանը տարբեր երկրներում։ Սեդա Ազնավուր, երգչուհի, դերասանուհի, շատ ազնվորի դուստր։ Աննա Կազանչյան, հայ-ամերիկացի ինժեներ, մեքենաշինության մեջ առաջին կին ղեկավարներից։ Ջեկի Սպիրց, Հայ-ամերիկացի գործիչ, ԱՄՆ կոնգրեսի անդամ։ Կարլա Կարապետյան, հայ ամերիկացի և լրագրող, այսպես կրվեց ֆիլմով, հայոց հեռախոսություն և այլ ոչինները։ Լիլիթ Տերյան, հայ-իրանցի քանդակագործ, ժամանակակից քանդակագործության հիմնադիրը։ Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մեր կատարումներով և հետաքրքիր հրամաներով ջերմացնենք այս հրաշալի նախատոնական օրը։ Ուստի, եկեք սկսենք այս գեղեցիկ ցերեկույթը, որը պատրաստել են մեր ընկերները։
շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին տոնական օրը։ Ես մաղթում եմ, որ բոլորը միշտ լինեք կայտառ, միշտ ձեր մեջ բոց կլտա ստեղծելու եւ արարելու ցանկությունը եւ միշտ լինեք հպարտ ու քաջ, ապրեք, որ դուք կաք։ Այսքանով մեր տոնական երեկոն մոտենում է ավարտին։ Վստահաբար Սալամ նախապատրաստում է վաղվա հրաշալի տոնին։ Եկեք չմոռանանք պարբերաբար մեր երախտագիտությունը հայտնել բոլոր կանանց, մայրերին, ուսուցիչներին, ընկերներին ու քույրերին։ Դե իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, մեր ուսուցիչներին, կազմակերպիչներին եւ իհարկե ձեզ, մեր սիրելի հանդիսատես։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մենք ունենք մի փոքր անակնկալ ձեզ համար, որ իրականացնելու համար բեմը պետք է դիջենք մեր ընկերներին։ Դե ինչ, բարձր ծափարություններով դիմավորենք Վահագին ու Նարեկին։ Ողջույն սիրելի ճեմարանականներ, ուսուցիչներ եւ հանդիսատես։ Դե ինչպես արդեն կռայեցիք, խաղալու ենք բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված կասկածելի երեկո խաղը։ Ուզում ենք բոլոր մեր մասնակիցներին հրավիրենք բեմ, հետո արդեն կներկայանենք։ Դե ինչ վաղ կարող ես ներկայացնել քո մասնակիցներին։ Առաջարկում եմ սկսենք։ Իմ ձախ կողմում նստած է գրականության մասնագետ, ուսուցիչ, բեմի թագուհի, Պապոյան Անի։ Իմ աջ կողմում նստած է մի մարդ, ով դասավանդում է բիզնես կառավարում։ Մարդ, որ ինձ դաս չի տալիս, Բիլալ Արամայից։ Իսկ հիմա ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել լեգենդար պարոն Թորչյանին։ Մարդ, ով 34 տարի շարունակ կրթել է սերունդներ եւ մինչ օրս կրթում է, փոխանցելով իր պայծառ եւ ոսկե մտքերը։ Եվ մեր այսօրվա խաղի վերջին հյուրը STEM նախագծի համակարգող մեր անփոխարինելի Օրիորդ Անի։ Առաջարկում եմ մեր փուլի կանոնները հնչեցնեմ հիմա։ Առաջարկը ընդունված է։ Այո։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկներից կարդում են պատմություն։
Թերթիկի վրա կարող լինել պատմություն, որը իրոք պատահել է, կամ պատմություն, որը նրանց հետ ոչ մի կապ չունի, եւ մասնակիցը կարդում է այն առաջին անգամ։ Անկախ ամեն ինչից, մասնակիցը պետք է այն ներկայացնի իբրև իրականություն։ Իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով պետք է փորձի պարզել այդ պատմությունը նրա հետ պատահել է, թե ոչ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը ստանում է 1 միավոր։ Սխալ պատասխանի դեպքում ոչ ոք ոչինչ չի ստանում։ Առաջարկում եմ սկսի մեր բեմի թագուհին։ Մի հատ մեր գրած աղբակի վրա թիմերի անունները գրենք։ Այս մի մարկերն էլ ձեզ տանք, որ ձեր միավորները դրագրեք։ Առաջինը կսկսի Տիկին Պապոյանը։ Մի օր մտածում եւ տեսա, որ տղաս աշակերտների թեմատիկ աշխատանքների վրա միտումնավոր ջուր է լցրել։ Դե խոսքը փոխանցենք Օրտանին, տեսնենք ինչ է նա կարծում։ Իսկ ինչի է ձեր տղան ջուր լցրել թերթիկների վրա։ Որովհետեւ կարծում էր, որ քիչ ժամանակ եմ իրեն տրամադրում։ Իսկ ձեր տղան քանի տարեկան էր այդ ժամանակ։ 6-րդ դասարան։ Ասում ինչ որ։ Դուք համոզված եք, որ դա հայտնի է եղել։ Այո։ Բայց ինչ է կարել։ Պարզապես դրանից մի օր առաջ ասեց կլինի քո աշակերտների կեսի չափ մեզ սիրես։ Իսկ ինքը աշակերտների ճանաչում էր։ Այո։ Միգուցե իրենց դրդմամբ էր արել։ Չէ։ Չէ։ Ավելի շատ անձնական էր խնդիրը։ Իսկ դա տեսնելուց հետո դուք ինչ որ գործողություններ ձեռնարկեցիք։ Այսինքն ինչ գործողություններ եք ակնկալում։ Մի քիչ զայրացա։ Պատիժ, սանկցիաներ։ Չէ, պատիժը չէ, որովհետև ավելի շատ ես սովորություն ունեմ ցանկացած իրավիճակում իմ մեղավորությունը տեսնել։ Ես հասկացա, որ ես եմ մեղավոր, որովհետև երբ որ վերադարձա հետ, հասկացա, որ այդ խոսակցությունը իր հետևանքը թողել էր։ Չէ, դե ինչ պիտի անեի, որ գրավորները որ վնասվել էին, մի կերպ կարողացա ընթերցել, գնահատել, չէ, բայց հայտին չպատժեցի, չէ։ Բա երեխաների, որ այդ գրավոր աշխատանքները տվեցիք, ինչպես մեկնաբանեցիք։ Նույն ձևով ասացի, որ պատահաբար ջուր է թափվել։ Դե չասացի, որ հայտնի է թափել, բայց ասա պատահաբար ջուր է թափվել։ Իսկ աշակերտներին ինչ ռեակցիա տվեցիք։ Ոչ մի բան։ Միջին դպրոցի աշակերտներ էին եւ քանի որ մենք իրար շատ ենք սիրում, նորմալ ընդունեցին, որովհետեւ խնդիր չեղավ։ Պարզապես ստիպված եղա, էժանակ տետրեր էին, ստիպված եղա տետրերը ուղակի փոխել։ Իսկ սովորաբար պատմություն եկել է նրանից, որ ժամանակին, որ ասում էին լավ սովորեք, ասում էին ջուր կանես, երևի ջրերը դրա հետ է կապված, բայց ճանաչելով Հայկին, ինքը ավելի շուտ այդ տետրերը կպատրեր, քան թե դրան ջուր կնես։ Դե ինչ է կարծում Օրտանին։ Դե ասում եմ каждой шутки доля шутки, մասան ճիշտ է, բայց ամբողջությամբ լուծած կարծում եմ, որ ոչ։ Դե ես կարծում եմ, որ պատմությունը ճիշտ է, բայց քանի որ իմ թիմակիցները կարծում են, որ պատմությունը սուտ է, պատմությունը սուտ է։ Եվ այս պատմությունը Կարաս ձեր միավորները գրես նարեկտեն։ Բայց եթե մենք ենք հաղթում, դու պետք է վեր խոյանաս և մեզ միավորանց։ Ես։ Հերթը ձեր թիմինն է նարեկ։ Դե Օրտանի, առաջինը դուք եք։ Ինձ մեկ անգամ ապտակել է կենգուրուն։ Ամենակ տրամաբանական հարցը ինչ միջավայրում ապտակել։ Շատ բնական արգելանոցի միջավայրում։ Այսինքն զապարկում։ Զապարկում, այո։ Այստեղ ձեռը ձգվել է դուրս է եկել ապտակի։ Չէ, մենք այս ժամանակ կենգուրուների խնամում ենք, որտեղ ես աշխատել եմ նաև Աֆրիկայում։
Հիմա այդ Աֆրիկայում եղել թե Հայաստանում։ Ինքը Աֆրիկայում ա եղել։ Դու Հայաստանում եք կենգուրու չունենք։ Աֆրիկա կոնկրետ որտեղ։ Կապը վերտեում։ Իսկ ո՞րն է ձեր պատասխան դրածը։ Չասեցի պատասխան ռակցետամ, ինձ ուղղակի հետ կաշեցի, որտեղ մեր երկու մարդը, որ մեր հետ օգնում է, հասկացա, որ ես վատ եմ ու ճճտում անգամ դրա համար։ Այդ վեճը ոնց է սկսվել ձեր։ Վեճը չի սկսվել, իրականում կենգուրուին հստակ դեր պիտի սիրենք, ես մի քիչ տենց որոշեցի ես մասում սիրեի ու մոռացել եմ, որ ինքը ձակ ունի, այդպես։ Կարտելա ձակին եք ուզում ինչ-որ գնացնել։ Գիտեմ, կենգուրուների հոգեբարություն չեմ ուսումնասիրել։ Իսկ հաստատ ապտակը կավա բռունցքով բոքսելա, որտեղ իրենք սովորաբար չեն կարող ապտակել ու Չեն ապտակի, իրականում ես մասով հրել է, բավական ուժեղ, բայց քանի որ ինքը բոյով է, դիմային հատվածին է կպել, տենց ապտակել Դուք ընգակ թե կանգնած մնաց։ Ես հետ գնացի, բայց ինձ բռնեցին։ Որ ապտակեց։ Ինչ պատեք։ Ինչ հեռավորության վրա է Իրանի ջան։ Ինչ հեռավորության վրա է այդ ապտակը։ Այս է, մի քիչ հեռու, մոտավորապես մի այսքան է։ Այսինքն մենք այնպես է, որ իրանք նամում ենք, որովհետև այնտեղ գիտեք, տարբեր կենդանական միջոցառումներ են անում պաշտպանության մասով, կենգուրուին, այսպես ասած, բժշկում էին, բժշկել չէ, շուտ ոտքներ վնասվել, ու մենք որ գնում ենք, իրենց խնամում ենք, տարբեր կենդանիներ կար եւ այլն, ու պետք է մենք այդ միջավայրին ծանոթ լինենք ու փորձենք ընտելանալ, վախեր հաղթարենք եւ այլն, բայց դե վախս մի տեսակ միջև հիմա ավելի ամրապնդվեց է։ Իսկ եթե խնդրեմ կարող ես մի թեթև նկարագրել կենգուրուի այն գործողությունը, որ ձգվեց դեպի քեզ ու չձգվեց։ Այս մասով թևով ուղղակի այս մասը իր բարձրացավ, այսինքն գնաց դեպի կողմ։ Քանի որ իրանք, եթե հիշում եք, իրանք բոյի բարձրությունը ավելի բարձր է, բայց իմ դիմացի տեղա։ Իս թմա չէ, բոյով մարդա, պետք է մարանական, իմ բոյը չէ, ինձ թմա վաղնեշ չի արտակել։ Իսկ ես այդ բաժ ֆիքսեցի, ինչ պրոյեկտի շրջանակներում էր ձեր Աֆրիկայիցը։ Ցավոք սրտի չեմ կարող ասել, բայց… Շուտ է, չէ։ Շուտ է։ Շուտ է։ Մենք ասում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Իսկ իրականում այս պատմությունը Դուրս հիմա կենգուրուն Վաղջան, կրկնիշ։ հիմա ինքնա Գյումրիում պատահաբար մասնակցել եմ ֆիլմի նկարահանման։ Պատահաբար այսինքն դու անցնում էի միամիտ կադրի մեջ ես հայտնվել, թե պատահաբար դեր ես վերցրել ֆիլմում։ Գիտես, անցնում էինք, ընկերոջս հետ էինք գնացել Գյումրի, ու այդ օրը նույնիսկ այնց էր ստացել, որ դպրոցի երեխեքներ էին դեռ 9-րդ դասարանցի, իրենց հետ պատական հետ եկանք, ու այդ ընթացքում որ Գյումրիում էինք, հա, իրանք այդ օրը ուղղակի գնացել էին գրաֆիկ դիզայնով Գյումրի։ Ու տենց ոնց ասեմ, այդ հրապարակի մասը ոնց է այդ իրենց անուն այդ Քրքորյանի արձանեկա։ Դրանից մի քիչ վերև նկարահանում էր գնում ու սենց անցել էին կանգնել նայում էինք իրար հետ ու այդ ռեժիսորն էր երևի չգիտեմ, ասաց եկեք մի հատ կգաք օգնեք մեզ ու մենք հետևը տենց թեթև մասովկայի դեր ենք տա։ Դες պատահաբար չեղավ, բայց Պատահաբար եկավ դեր։ Իսկ ընկերոջդ անունը Արսեն։ Կարծերուն եք։ Իսկ հետո այդ ֆիլմը մենք տեսել ենք, մասովկայի կադրերում ձեզ։ Հա, բայց չգիտեմ այդ կադրը երևում է թե չէ, Սիրելի սահմի սերիալն է։ Տարվա ինչ է Ձմռան սկիզբ է կարծես։ Ձուն եք դե։ Ձուն եք։ Չէ։
Այս ֆիլմը արդեն նայել ես։ Սերիալը, հա, նայել եմ։ Բա սերիալը։ Դեստեղ Դե ինչ ուրիշ հարցեր ունեք։ Սիրելի մասնակիցներ։ Որը հիշում ես ու կամ գրաֆիկ դիզայնի որ երեխեքին եք տեսել, ինչ խմբից են իրան։ 9-րդ դասարաններ, ես այդ ժամանակ 10 էի։ Կարամ ուսուցիչներին ասեմ, օրորդ Ազատային ու օրորդ Վանուհին են իրենց հետ։ Իրանք իրար հետ են։ Այս այդ բան որ տեսակ իրանք իրար հետ են։ Չէ, մենք գնացինք իրանց մոտ, մենք քայլում ենք դեպի իրանց մոտ, այդ Մոնչիկի մոտ։ Ու տենց ճանապարհին տենց ստացվեց։ Դու 9-րդ դասան ես։ Չէ, ես 10 էի։ 9-ին ենք տեսել, մենք իրանց հետ ավտոբուսով զուտ հետ ենք եկել։ Բայց մենք Գյումրի 9-րդ դասան մենք գնացել մեր Չէ, դուք եք գնացել, ես այդ օր ուղղակի Արսենի հետ գնացել էի Գյումրի։ Բա դիզայնի խմբով էի մի քիչ առաջ գնացել։ Մենք գնացել ենք Գյումրի, իսկ այնտեղ 9-րդ դասարանցիք էին դիզայնի խմբով։ Մենք պատական հանդիպել ենք, ու իրանց հետ ենք վերադարձել ավտոբուսով։ Հետադարձում չունեք դրա համար, թե ոնց եք։ Դե, նայ, պետքա տաքսիով գնայինք, բայց քանի որ տեսանք այնտեղ են, գնացինք ուսուցիչներից կարծեմ Տիկին Սարիբեկյանն էլ էր։ Իրան ասեցինք, ինքը մեզ թողեց իրենց հետ վերադառնանք։ Իսկ դες հասցրեցին գրիմ անել։ Գրիմ չէ, գրիմ չեն անում։ Վառոս գրիմի նկարվեցի։ Մասովկայի մեջ իրոք ինչ գրիմ։ Դե ինչ եք կարծում որքան։ Դասում սուտ է, բայց չգիտեմ։ Մանրամասները իրականում բավականին շատ էին, այսինքն դեպքը իրոք եղել է, էքսկուրսիան եղել է, ինքը ներկա եղել է, այդ ֆիլմի պահը 6 ամիս եթե եղել է, թող ֆիլմը հավատում։ Դե ես էլ եմ պարոն Թորչյանի կողմնակից, հավատում եմ։ Չէ։ Եթե օրորդ տանին իհարկե մեզ թույլ կտա, Հա, մենք ստավաս տվեցին ձեզ։ դե ինչ, մենք կարծում ենք այս պատմությունը ճիշտ է։ Եվ այս պատմությունը սուտ է։ Դե ինչ Նարեկ ջան, միավորս չեմ տեսնում դրա տախտակին։ Նարեկ Մեկ անգամ Մուրացկանը գումար ուզեց, երբ դրամապանակը ստուգեցի, պարզվեց, որ կանխիկ գումար չունեմ, քանի որ արդեն կանգնել էի, ստիպած դրամապանակս իրեն տվեցի։ Այսինքն այդ որ թվականներ որ լումա է։ Անցած տարի հրապարակում գնում էի Անգլիանի պարապմունքի Թումանյան Շարմանոցի մոտ Մուրացկան էր նստած։ Ձեռքը մեկնեց, տենց բացեցի որ կոպեկ տամ, տեսա որ կոպեկ չունեմ, մոտս մեծ թղթադրամ էր, տենց նվիրեցի իրեն։ Թղթադրամը հետը։ Դե հա, բան չի։ Կին էր, տղամարդ էր։ Չէ, պապիկ էր։ Գումար 5000 դրամ։ Իսկ կան գործունեներ, մեջ մենակ Քարտի մոտ հեռախոսով է, ես տենց քարտ չունեմ։ Այսինքն այդ NFC payment-ը քարտ չեն տվել քեզ բանկը։ Ինչա։ Բանկային քարտ, ամերիկա բանկ, եթե գնում ես, իսկ քարտը հանես, հետո կցես էդի օրենք հեռախոսի։ Բայց քարտը ես մոտ չեմ պահում։ Այդ իմ անձնական քարտը չի։ Եթե խնդրեմ կնկարագրես էմոցիաները տալուց հետո։ Դե մի քիչ շոկի էի, տենց
շոկի մեջ էի, որովհետև ասենք ես սպասում էի բացեի 500 դրամ տենց այդ կարգի գումար տայի, երբ որ տեսա այդ պապիկն է սենց մի հատ կատուկ է մուլտիկները, սա աշկերի մեջ ինձ էր տեսնայ, սենց կրճից վրա ազդես, դրամաբանակս տվեցի իրեն, բայց հետո լավ է զգում էլի, իբր տես լավ բան եմ արել։ Այդ ինչ որ հին դրամաբանակ էր, թե նոր դրամաբանակ էր, որ տենց հանգիստ տվել ես։ Թե հին էր, որ նորն է դժվար է։ Իսկ դրամաբանակը կոպեկի տեղով էր, թե մենակ թղթի էր։ Չէ, կոպեկի տեղով էր, որտեղ ես բացեցի, որ կոպեկը տեսնեմ, եթե կա թե չէ։ Ես կարծում եմ պատմությունը սուտ է, որովհետև խոսքի մեջ հակասություն կար, էմոցիաների հետ կապված, վստահ եմ որ։ Ես էլ եմ ստի կողմնակից։ Մենք ստի կողմնակիցներ ենք և այս պատմությունը սուտ են արել։ Դե ինչ, իրականում այս պատմությունը սուտ է։ Ես միավորը հասնեմ։ Աշխատանքի ընդունության հարցազրույցի ժամանակ բազմաթիվ տեխնացուների միջից ընտրվել եմ հենց ես, քանի որ հարցազրույցի ընթացքում պատմել եմ մի աղջկա հանդեպ իմ ունեցած զգացմունքների մասին։ Հարցազրույցին քանի հոգի էին։ 1, 2, 3, 4 հոգի ընդունելության հանձնաժողովներ։ Տնօրինություններ թե Տնօրինություն նաև հոգեբաններ ներկա ու ոնց որ փոխտնօրենը հա։ դա մի հատ կամ այլ շատ է սուզիչ թեմա է էլի ոնց է իրավիճակը ոնց է որ պատմել ես ասել են ինչպես դու աշխատես ասել ես ես սիրում եմ մեկին թե ոնց Չէ նայեք անկեղծ ասած միտքն էր որ ինտերվյուին պետքա պրեզենտացիա անեի ինձ кейսը տված պետք է кейսը պրեզենտ անեի ճիշտ ասած ես շատ լավ էի պատրաստվել кейսին պրոստը ոնց որ ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց հարցերը ավելի տենց sense ասած հոգեբանական էին ու այդ հարցերի ընթացքում դեռ ստացվեց որ ես շտապում էի անկեղծ ասած էլի ու այդ թեմայի ընթացքում որոշեցի ներկայացնել այդ բանը հա ինքը պիտի գնա քաղաքից դուրս ու ոնց որ ես էլ շտապում էի այդպես որոշեցի այդ բանը օգտագործել Իսկ այդ աղջկան ինչ էր Մեկը չեմ կար ասում Պարոն Թորչյան, դուք ինչ եք կարծում Ստացած մի քիչ չեմ պատկերացնում ինչ կապ ունի ինքնությունը ու մեկ էլ սիրո պատմություն պատմող բան Սովորաբար դուք Հա, բայց ուղղակի ինձ ջեր միջավայր ստեղծվեց իմ համար, որտեղ սիրտս բացեց Իսկ այդ հարցազրույցը քանի րոպե ա տևել Երևի մի 40 րոպե, չկան չեմ հիշում Կես ժամ Ես մի հարց եմ տանում, հետո դու այդ աղջկան պատմել ես, որ դու Չէ Կարող է Դե ինչ գիտեք, որ մեկն է ոնց Իսկ այդ սիրահարվածության վիճակը շարունակվում է, թե կարտատել Հիմա մի քիչ լարված է, իրականում Ինձ արդեն երևի զգացել է, որ դու պատմել ես Ինքը չգինի, ես պետք ես կոզերը չեմ օգտագործել, էլ բանում եմ, էլի տենակ երաշում ոսկել ես կարծում եմ որ այս պատմությունը 900%-ով ճիշտ է Ես հասկացա, որ անի հետ պետք է համաձայնվել Ես էլ եմ կարծում ճիշտ է և մեր վերջնական պատասխանը որ այս պատմությունը ճիշտ է Պատմությունը ճիշտ է Պարոն Թորչյան ձեր հետ Ձեր թիմի հետ կանարեք
Աշակերտներից մեկի ծնողները իրեն մոռացել էին դպրոցից վերցնել եւ այդ օրը այդ աշակերտը գիշերել է մեր տանը։ Երբ հագարել։ Դա ես պետևուտից նոր էի վերադարձել, այսինքն 2005 կամ 6 թվականին։ Ճեմարանից։ Բնականաբար, ես ուրիշ տեղ չեմ դասավանդել, այսինքն չէ մի տարի դասավանդել եմ Դավիթի դպրոցում, բայց այդ ավելի շուտ է 90-ականներն էր։ Այդ տարեկան էր Երեխան 6-րդ կամ 5-րդ դասան է, ճիշտ ասած չեմ հիշում։ 6-րդ։ Իսկ այդ ինչ պայմաններում է, որ տնեցիք չեն կարողացել իրան ու թողել են ձեր տանը մնայելի է։ Իրականում լուսնավորը հասկանում եք, որ եթե երեխային չեն վերցրել, լուրջ վաճառ կա, իրականում տանիքում դեպք էր պատահել, եւ քանի որ մի քիչ մոտիկ ծանոթներ էին, ես երադասեցի, որ ավելի լավ ոչ թե ուրիշ բարեկամի տուն տանեն, այլ մեր տանը իշերի վրա։ Իսկ այդ դեպքում ո՞ր որոշեցիք, որ երեխային ձեր տուն տանեք, ճեմարանի պայմաններում մի տեսակ դժվար է պատկերացնելը, որ տենց համապատրաստից որոշում ունենաք։ Դե հաշվի առնելով որ ես նաև փոխտնօրեն եմ։ Իմ լիազորությունները Եթե հաշվի առնենք նաև որ ես ունեմ ճեման ավարտած բարիկներ, իսկ իմ ներկայացրած տարիքը համարյա թե դստերս տարիքն է, ով հիմա միջակայքս այսօր իրացանության իրականում նաև իմ աղջկա համադասարանցին էր։ Սղայեր։ Չէ։ Իսկ այդ որ ասում եք մոտ եք ընտանիքներով ինչպես եք մոտ։ Դե նկատի ունեմ ինչ-որ վաղեմի ծանոթներ էիք թե դպրոցում ուղղակի այսպես ծնողական ժողով։ Չէ, բնականաբար մենք ճանաչել ենք իրար նաև մինչև երեխաների ճեմարան ընդունվելը։ Տեղից։ Ես միասին ասպիրանտուրայի ենք ընդունվել։ Իսկ ո՞նց իմացաք, որ ընտանիքում դեպք է պատահել եւ պետք է երեխային ձեր տուն տանեք։ Գիտեք, սովորաբար երբ որ ընկերներ եք, եթե դեպք է պատահում, տեղյակ պահում են։ Ու ինձ որ ասեցին, որ երեխայի չեն դիմավորել, ես անմիջապես ծնողների հետ կապվեցի, իրանք էլ ասեցին, որ այսպիսի վիճակ է հեսա քերին, թե հորավոր եղբայրը պետք է գար, ասի չէ, ավելի լավ է մեր տուն կտան։ Հա, բայց այդ չէ, որ մոռացել էին։ Մոռանալ այդքան էլ չէին մոռացել։ Պարզապես չէին տարել երեխային։ Դա ինչ եք կարծում։ Իսկ ուզում հասկանամ դուք մոտիկ եք դրա համար տարակ, թե ձեզ զանգեցին, խնդրեցին դրա համար տարակ, չհասկացա այս այդ մասը։ Ասեցի, որ ես զանգարեցի, իրենք ասեցին, որ դեպք է պատահել, պետք է ուրիշ մարդ գա, ես էլ ասեցի, չի ես կտանում։ Այսինքն դուք մնացել էիք երեխայի հետ դպրոցում։ Ես սովորաբար շատ երկար եմ մնում ճեմանում, այսօր Դե ինչ եք կարծում ճիշտ է սուտ է։ Ինչո՞վ տուն տարաք։ Ուրեմն այն ժամանակ ես դեռ մեքենա չունեի, բայց եթե հիշում եք, մի հատ սպիտակ նիվա կար ճեմանում, պարոն Հակոբյանն էր վարում, մեկ-մեկ էլ ես էի վերցնում, այդ օրը սպիտակ նիվա եմ տարել։ Արամ համարներ ասեմ։ Իսկ այդ դեպքը ձեզ ստիպեց ավելի շուտ ավարտել գործը, թե երեխան մնաց ձեզ հետ մինչև ձեր գործն ավարտեցիք։ Իմ պապայան մի դեպք կյանք չի փոխում, էլ այդ մի դեպքում իրականում երեխան մի քիչ է ստիպված եղել հետը սպասել, որ ես գործերս վերջացնում իրար հետ գնամ։ Իսկ տունը ինչա կերեր եղել։ Այն ինչ որ ընտանիքում պատրաստել են, իսկ մեր տանը սովորաբար շատ համեղ է պատրաստում, այնպես որ ինքը դժգոհ չի։ Չէ, հիշելը չէ, կավա երեխեն չուզեց ուտի, սովորաբար կապրիզնի է լում, դրա համար հացշեցի էլ իրենց։ Ես կարծում եմ սուտ է։ Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ է։ Այս պատմությունը սուտ է։
տարեկան մահացնի միավորները ու եւս մեկ ռաունդ է տաղում, Տիկին Պապոյան։ Մի անգամ Մոսկվայում խռոված քայլում է, երբ հանկարծ երկու անծանոթ սևամորթ երիտասարդ ինձ գրկեցին, բարձրացրին, համբուրեցին ու էլի տեղը Բայց ակե զուգ այդ պատմությանը հավատում եք։ Լավ, ոնց եղավ իրավիճակը, ոնց եք խռոված, ինչից եք խռոված, ինչ արձագանքեցիք, մի քիչ նկարագրեք, էլի։ Հայրում էի խմբում և խմբում քաղցրավետում էր բաժանը, իսկ չէր հասել, իսկ խմբում էի։ Երբ էր դա մոտավորապես, քանի տարի առաջ։ Ես 7-րդ դասարանում էի։ 85 թվականի նոր տարվա գիշերը։ Սևամորթների երկին էին, թե տղամարդ։ Երկու երիտասարդ տղամարդ։ Երիտասարդ տղամարդ։ Դու այդ երկուսից քանիստ եք հիմա ողջ։ Չեմ կարող ասել։ Իսկ ձեր ռեակցիան ո՞րն էր, որ նրանք եկան ձեզ գրկեցին, համբուրեցին։ Քանի որ դեպքը շատ անակնկալ կատարվեց, ես չհասցրի հասկանալ ինչ տեղի ունեցավ եւ մինչեւ հասկացա, տեսա որ իմ խմբի անդամները բոլորը ծաղից մեռնում են եւ երբ որ հետ նայեցի, տեսա ինձ ձեռքով են անում։ Ձեզ հետ մեծ մարդ կար այդ խմբի մեջ։ Այո, մեր ուսուցիչը։ Իսկ ուսուցիչը ինչ ռեակցիա տվեց, ինչ ասեց, արեց։ Իմ ուսուցիչը այնքան էր ծիծաղից թուլացել, որ հենվել էր ծառին, չէր կարողանում շարժվել։ Ուսուցչու անունը որ խնդրեմ կասեք։ Նինա Միխայլովնա։ Հրապարակից վերադառնում էինք արդեն։ Չէ, չեք վերադառնում։ Եվ նարեք, վերջական պատասխանում։ Դե ինչ եք կարծում որ կան սուտ է, դուք կան։ Ես էլ եմ կարծում սուտ է, մեր պատասխանը այս պատմությունը սուտ է։ Եվ այս պատասխանը ճիշտ է։ Ավելի քիչ էմոցիաների պատմության մեջ, բայց իսկապես շատ հետաքրքիր պատմություն է եւ ճիշտ եմ ասում, որ քաղցրավենիք էին բաժանել եւ ինձ չէր հասել եւ քանի որ ձմռան ցուրտ էր, իսկ մենք դիմավորում էինք 1985 թվականի նոր տարին եւ գիշերը Կարմիր հրապարակում էինք խմբով, որտեղ գնացել էինք միջազգային փառատոնի եւ Ունչս գլուխս մուշտակի շարֆի մեջ մրցրած, ես խորոված քայլում էի, մեկ էլ մի պահ տեսա, որ ետից կտրվեցի, պաչեցի, դրեցի տեղը։ Ես իսկապես չհասկացա ինչ տեղ ունեցավ, նայեցի ամբողջ խումբը ընկել էր գետնի, մեր ուսուցիչը ծառին հենված թուլացել էր ծիծաղից, երբ որ հետ նայեցի, հենց հարեցի, այդ մթի մեջ մենակ իրանց ատամներ երևան։ Դրանից հետո հասկացա ինչ տեղ ունեցավ, տրամադրությունս արտակարգ բարձրացավ, ինչպես տեսնում եք, արդեն 40 տարուց ավելի անցել, ես դեռ հիշում եմ այդ դեպքը շատ ջերմի սիրով։ Լավ, շնորհակալություն, առաջարկամ հասնենք օրորդ անունի երկրորդ պատմությանը։ Ես կրակ մարիչով կոտրել եմ ավտոբուսի ապակին։ Ավգիստոյշիտելի մասին է, էլի խոսքը գնում։ Կրակ մարիչից աժաժգաճն է, իստվա երկրան, ավգիստոյշիտել պիտիրելի։ Կրակ մարիչը ագնուշիտ է, դրանով կոտրել եք Ավտոբուսի ապակին։ Որ ապակին, պատուհանը, դիմ ապակին։ Պատուհն է ապակի է, բայց հետևի մասի է, այսինքն հետևից երկրորդ։
Նախ ուզում հասկանամ որտեղից Ագնիտուսից էլ ձեր մոտ, այդ ինչ պայմաններում է, էլի եղել, որ այդպես զայրացած։ Ուրեմն, սկսեմ սկզբից։ Պորտուգալիան որ գնում ենք, այդ Աֆրիկան բրտանք ասում են Պորտուգալիա, գիտեք։ Պորտուգալիան որ գնում ենք, իրանց մոտ պարտադիր պիտի լինի այդ չագուճը, որը մեր ավտոբուսներում սովորաբար տեղը կա, ինքը չկա։ Եվ այդ Ագնիտուշիտելը, որը կա, մեր մոտ այդ դրա տեղն է դաժե չկա։ Ու այնպես ստացվեց, որ պետք է այդ Ագնիտուշիտելն են վերցրել, բայց քանի որ ժամանակ չկար անցնելու իջնելու մեքենան եւ փորձել ինչ որ կրակը մարել, ես ապակին կոտրեցի ու տես կրակը մարեցի։ Էլ մարդ չկա այդ ավտոբուսում։ Կար, բայց ես իմ նախաձեռնողականությունը գիտեք, միշտ առաջինն եմ։ Իսկ նպատակը ո՞րն էր այդ ապակին ջարդելու։ Իրականում շատ էր ավտոբուսը, ահագին շատ մարդ կար ու ավտոբուսի ակը գմփած ու այսպես ծուխ էր բարձրանում, ավտոբուսը կանգնել էր ու կոնկրետ ձախ հետևի արիվը, որտեղ ես նստած էի, բան էր, այսպես կոնկրետ ծուխ էր լինում ու կրակ էր։ Հոտը փորձեցիք բացել, չստացեց ապակին ու այդքան մարդ միջև իջներ, ֆիզիկապես մենք արագ ջարդեցինք ու նոր հանգցրեցի, էլի։ Դեռնով իջնելը ավելի էֆեկտիվ չէ։ Չէր կարող, մի հատ էլ պատկերացրեք Հայաստանի իրականությունը ավտոբուսներ ինչքան մարդ, էլ մի հատ պատկերացրեք, քանի վայրկյանատևում է ու քանի վայրկյանում կարող այդ վթարու պատահարը լինի։ Հիմա Հայաստանում է թե Պորտուգալիա։ Հայաստանում այդ արտասահմանում նույն վիճակն է։ Հայաստանի մեր ավտոբուսների վիճակը պատկերացրեցիք, նույն տարբերակում Պորտուգալիայում մտած։ Ու 3-4 անգամ ավելի շատ։ Իսկ ծուխ ու կրակ ոնց էր, այսինքն ստացվի, եթե ակը ծաղվել է։ Չի ծաղկել, ակը տրակել էր։ Այդ տրակվա բարվում ասացին։ Սույս բարվում, իսկ երբ բարորդը հաստատ գիտեք, երբ որ նիվը բանը ռեզինի հայերեն ռեզին է, էլի, հատվածը տականում է, ինքը կարա նաև արագության տակ անի, քանի որ շատ շոկ եղանակ էր, ինքը տակացել էր, դրա հաշվի տրակել էր ու այդ ռեզինը կպել էր ուղղակի ու կրակել։ Հա, մեկ էլ ասեմ, ինչի այդպես արեցինք, որտեղ իրա քանի որ մեքենաներից հասկանում եմ, ավտոբուսների մասով այդ մեծ երկար ավտոբուսները որ կան, իրանք էլեկտրական չեն, Պորտուգալիայում սովորական բանով են, հա, դիզելային են, ու հետևից քանի որ գիտեի կարար կպներ ու վնասել միանգամից բակը, դրա համար տես քանի դիմեցի։ Եվ այսպես Ու միջանոց գնացնեմ նաև բան, 102 մինաց։ երկի փաստարկ, որոնց հիման վրա ես կարծում եմ, որ պատումը սուտ է։ Նախ առաջինը, սկզբից մի տեսակ քեզ կորցրած էր, հետո մտար դեպի մեջ, եւ հիմա երկրորդը, որ անընդհատ ուզում ես հիմնավորես, ապացուցես, սա եւս փաստում է, որ պատմությունը սուտ է։ Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ է։ Իրականում հարցերից այս պատմությունը ճիշտ է։ Ես քանի որ հաղորդումը նայել եմ, մի քիչ դերի մեջ մտնես, էմոցիաներ դնես, որպեսզի նաև դիմացի խումբը կարողանա ճիշտ սենց ու բան։ Շարակ էլի լավ չէ։ Հիմա առաջարկում եմ մի քիչ տեմպը արագացնենք, որտեղ ժամանակը սուղ է։ Առաջարկն ընդունված։ Մեկ անգամ մտել եմ անծանոթ մարդկանց ծնունդին եւ ակտիվորեն պարել։ Ծնունդը որտեղ է։ Կոմիտասի այգու վերևում։ Դու այդ մարդուն չէի ճանաչում։ Ծնունդը տանն էր, թե ինչ-որ։ Այդպես ռեստորան էր։ Դա այն սերիալի նկարաններից առաջ էր, թե։ Չէ, հետո։ Հետո էր։ Անդերից նկարած արդեն որպես աստղ Մենակ էի։ Հետս ընկերներս էին, Անուններ ընկերներից։ Հիմա չեմ նշի դե։ Դե էդից նենց իրադարձությունն է, որ դու անունս պետք է հիշես։ Հիշում եմ ընկերներիս անունները բարձր, բայց հիմա չեմ ուզում ասում։ Չէ, չեմ ուզում։ Զբոսնում ենք ու ես լսեցի, որ ներսում աղմուկ կա, ինչ-որ ծնունդ է, բան են նշում։ Առաջարկեցես եկեք մտնենք պարենք, բոլորս գիժես մտնենք ինչ անենք, բայց իտոգում ես մտա, ոչ մեկ չմտավ հետս։ Ես մտա, սկսեցի պարել։ Ինչ եք կարծում, պարոն Թորչյան։ Ճիշտ է։ Դե լավ, եթե թույլ կտաք համաձայնում եմ որ տանի հետ։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։
Եվ այս պատմությունը ճիշտ է։ Արեք դուրս։ Մի անգամ փոքր ժամանակ եղբորս հետ վերցրել ենք հայրիկիս մեքենան եւ անզգուշորեն խփել այն։ Հարցերնես բակ։ Հարազատ եղբորը։ Ոչ։ Նպատակը։ Դե նպատակ չէր, մենք նես չտենց մտադրված ուզում ենք մեքենան խփել, զուտ վերցեցինք։ Եղբայրս ինձանից 2 տարի մեծ էր, իր այն դեռահասության այն շրջանն էր սուր։ Նա ասեց եկեք մեքենան վերցնենք, տենց իբր մեզ լավ զգանք։ Մեքենան վերցրեցինք, այնպես չի շատ ենք վարել մեքենա։ Այդ սեփական տան տարածքում էր, դիմացը եւս մեքենա կար։ Մենք վերցրեցինք ռուչնոյը, հույս ունեմ Տիկին Արզունյանը չի նայում, էլի սա էր։ Ռուչնոյը քաշեցինք, ինքը ասենց իքոտ մասեր էլի։ Հետ գնաց ու մեքենան շփեց հետևի մեքենային։ Բա մեծերից տանը չկային։ Չէ, մեծերից տանը կային, իրանք պրոստը վերևը ուտուշ խմուշ էր։ Նրանք ոնց որ մեզ թողել էին իմ դվայրնի եղբոր հույսով, բայց այն մենք կարողացեցինք մեքենան շփեցինք։ Բա բանալին ո՞նց է ձեր ձեռքն ընկել։ Գողացել էին։ Սենյակից վերցրել Այդ ամեն ինչը որտեղ է տեղի ունենում։ Ինչ։ Որտեղ է այդ ամեն ինչը տեղի։ Տատիկից Սուրբ Ապիկից տանը գյուղում։ Ապա։ Աբովյան։ Ինչ արկը։ Lexus։ Կոնկրետ ավելի։ Մոդելը։ Մոդել թիվ ինչքան է քշել։ Դիմացի մեքենան Mercedes CLS էր, չեմ հիշում, գանետի մերը չէր։ Հետևի մեքենան, որին որ հարվածել ենք, Էդի ուրիշ Lexus էր, LX էր, իսկ մեր մեքենան RX էր, RX 350 2010 թվականի շացը արդեն չգիտեմ։ Իսկ ռուշնա ձեռ է, թե ո՞տ։ Չէ, ոտով, այն տակը սենց սեղմեցինք, ինքը չենց հետ գնաց։ Ինչ գույն է։ Սև։ Ում ավտոն էր։ Այդ որ ավտոն որ խփել ենք հայրիկինս, բայց հետևինը հայրիկի ընկերոջը։ Դիմացն էլ պապիկինս մեկ։ Ոնց եք պատժվել դրա համար։ Ոնց ենք պատժվել։ Դե եղբայրս քանի որ մեծ էր, իր հայրիկը նրան լավ պատժեց։ Այնպես էր պատժել, որ նա մինչ օրս մեքենա չի վարում։ Իսկ ինձ ընդհանրապես ջղայնացան վրաս, հենց անցավ գնաց։ Մեքենան ինչ գույն է։ Սև։ Իսկ խփված մեքենա։ Սև։ Իմացը որ մեքենան էր կանգնած։ CLS, սպիտակույնի CLS, պապիկիս մեքենա։ Ապերդ քանի տարիներ։ 2։ Իսկ դուք քանի տարեկան եք։ Ես այդ ժամանակ 10 տարեկան էի ոնց որ։ Ես 10 տարեկան եմ, եղբայրս 2 տարի մեծ էր, 12 տարեկան էր, դերահասության շրջանն էր կրկնում։ Շատ լավ։ Ինչ եք կարծում Տիկին Պապոյան։ Ես հարկված եմ, որ սուտ է, ճիշտ ասած, բայց մանրամասներ կար, որ հավատացնում եմ։ Սուտ է։ Ինձ թվում է մանրամասները իրոք շատ են, բայց ես էլ եմ կարծում, որ սուտ է։ Իսկ իրականում այս պատմությունը սուտ է։ Հիմա պարոն Դիլյանի հետնա միջև Նարեկը մեր միակ չէ։ Արագ անենք, չէ։ Արագ ենք անում, պարոն Դիլյան սկսեք, Նարեկն ավարտի։ Ահա։ Վրաստանում շրջագայելիս իմ ու ընկերոջս վրա հարձակվել են 4 ոչ adekvat երիտասարդ եւ փորձել են մեր վարձու տուն ներխուժել մեզ դանակարելու նպատակով։ Դանակահար։ Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ դանակարելու նպատակով են հենց։ Դանակը ձեռքում է։ Ու ասում են մեր հետևից մենք օգտվում ենք։ Տարվա ինչ եղանակ է եւ Վրաստանի որ քաղաք։ Քաղաքը Թբիլիսի, առավել ևս կարող ասեմ, որ հավլադարում էինք, հայկական թաղում էինք, տուն էինք վարձել
տարվա եղանակը ոսոր փետրվար ամիսներ այնտեղ 4 ձուն չկար, այսինքն ձում է բլի։ Բայց իրենք ձեր կարծիքով ինչ են մտել ու հետո պատմությունը ոնց ավարտվեց։ Այստեղ ես ճիշտ ասած ավելի երկար էի գրես պատմությունը, բայց ոնց որ սենց է եղել, իրականում մենք նստում ենք մեքենա, որ դուրս գանք տնից, ինչ-որ մի տղա է ինձ մոտենում ավտոյից կողքը, ասես տկտկացնում է, ինչ-որ անհասկանալի բառ է խոսում։ Այդ անհասկանալի բառը խոսալու ժամանակ ես ոնց որ շտապում էի, չեմ սպասում իրան, գնում ենք, ոնց որ հետո հետ ենք գալիս էլի մեր տուն, իրանք արդեն տես 4-ով սպասում էին, որ հասկանային թե խի ես իրան չեմ պատասխանել, բայց ինքը չէր կարող խոսալ sense ռուսերենի ու վրացերենի ինչ-որ ունիկալ միքս էր իր լեզուն, ես չէի հասկանում ոչ մի բան, քշեցի գնացի էլի։ Ինչ եք կարծում։ Դու բանքով չի։ Ես էլ եմ կարծում սուտ է, այս պատմությունը սուտ է։ Ժորժյան պատմությունը ճիշտ է, առավել ևս մենք հետո ոստիկանություն ենք կանչել, որտեղ իրանք եկել էին մեր տուն ու չէին գնում, ու սենց դուրը ջարդում էին, ես էլ արդեն սենց տունը ման էի գալու, ինչ ունենք սենց մեծ, որ դուրը թագեմ չի գանել, բայց իրական ճիշտ է։ Ու մեր վերջի պատմությունը Արոն Թորքչյանից։ 9-րդ դասարանում սկսել էի բանաստեղծություններ գրել, որոնք հետո տպագրվեցին Պիոներ կանչում։ Ինչ-որ խմբակ էիք հաճախում, որ տպագրվեցին, թե ուղղակի նամակով ուղարկեցիք, տպագրեցին։ Իրականում բանաստեղծությունները մի ամբողջ տետր էր, ընկերս համոզեց, որ կանենք խմբակություն, մենք ենք տարել, այդ ամբողջ տետրից ընդհանրապես 3 բանաստեղծություն ես տվեց։ Իսկ ում եք տվել։ Խմբագրի։ Խմբագրին, ով էր խմբագրի։ Անունը չեմ իմ։ Ահա, մեզ մնաց տղամարդ էր, բայց անունը չեմ իմ։ Անկեղծ ասած արդեն կարևոր չի մեկ է գրել ենք էլի, մեծ հարց չեմ տա։ Սուտ բրծում ենք գնանք։ Այո։ Ես կարծում եմ այս պատմությունը ճիշտ է, դուք։ Ես էլ եմ կարծում։ Մի քիչ հավատում եմ։ Մենք ձեզ հավատում ենք, ճիշտ է։ Այո։ Իրականում Տիկին Պապոյանը իմանա, որ 9-րդ դասարանցիների ժամանակ արդեն կոմերիտական էր, իսկ Պիոներ կանչում դες բանը չէին տպել, էլի կոմերիտականի էր։ Պարոն Թորքչյան, ես 9-րդ եւ 8-րդ դասարանում Պիոներ կանչում տպագրվել եմ։ Դե ինչ շնորհակալություն։